Շատ հետաքրքիր էր այնքանով, որ մենք ծանոթացանք նոր կրթակի, որ աշխարհացույցն է։ Աշխարհացույցը մեր առջև բացեց նոր հնարավորություններ, եւ երկրորդը, քանի որ դասարանները նոր էին ձևավորվել, ես աշակերտներին ծանոթ չէի, ինձ համար սա եւս մեկ հնարավորություն էր ավելի լավ ճանաչելու աշակերտներին եւ բացահայտելու նրանց ունակությունները։ Ինձ համար հետաքրքիր էր այցելել Կապանի գեղատեսիլ վայրերը եւ գերակշռով թվային աշխատանք։ Անիշ, քեզ համար ինչ դեր հետաքրքիր։ Ինձ համար հետաքրքիր էր նախ բրայնոգրաֆ ծրագիրը, ծանոթանալ դրա հետ, ուսումնասիրել, ինչպես նաև աշխատել բրայնոգրաֆի հետ։ Ինձ համար հետաքրքիր էր այն օրերը, որ անցկացեցի նոր կոլեկտիվի հետ եւ այն օրերը, որ անցկացեցի նրանց հետ այն վայրերը։ Ինձ համար շատ հաճելի էր նորից գալ վահնավանքը տեսնելու, որովհետեւ ես շատ եմ սիրում դրանից։ Ինձ համար շատ հետաքրքիր է ներկայացնել նարեկացու կերպարը, հենց իմ վրա զգամ նարեկացու կերպարը, շփվեցի տերավետիքի հետ եւ շատ նոր գիտելիքներ ստացա նրանից, իսկ դժվարություններն էր, որ անընդհատ նույն կադրերը մի քանի անգամ նկարում էին։ Ինձ համար շատ հետաքրքիր էր աշխատանքի գործընթացը ու բացի աշխատելուց նաև շատ լավ ժամանակ էինք անցկացնում, ինչն էլ ավելի մտերմացնում էր։ Քանի որ ես առաջին անգամ եմ այն աշխատանքներին, ինձ դուր եկավ այն աշխատանքը, բրայնոգրաֆը եւ հետաքրքիր բաներից այն էր, եւ միասին թիմով եկանք վահնավանք։ Ամենահետաքրքիրը տերավետիքի հետ հանդիպումներ, իր բախվածները նարեկացու մասին եւ թե եկեղեցականների եւ եկեղեցու մասին, շատ ամենահետաքրքիր եւ ամենալավ զրույցը, տպավորիչ զրույցը տերավետիքի հետ էր։ Իսկ աշխատանքի ընթացքում ի՞նչն է քեզ շատ դուր եկել։ Միասնականությունն էր, միմյանց հետ աշխատելը, քանը։ Իսկ հարթակը։ Հարթակը շատ անսովոր էր, քանի որ առաջի անգամ ենք օգտվում այդ հարթակից, բայց ժամանակի ընթացքում հարմարվեցինք եւ հիմա կարողանում ենք աշխատել։ Ու հետաքրքիր է։ Հա, հետաքրքիր։ Ինչով է հետաքրքիր հարթակը։ Դե որ կարողանում ենք ստեղծել ինչ-որ բիներ կամ ինչ-որ դրոշներ, որ վերաբերում է այսինչ մարդուն կամ այսինչ տարածքին։ Ամենահետաքրքիրն էր այցելել Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, ծանոթանալ բազմաթիվ գեղեցիկ նկարների, ինչպես նաև նկարիչ Բորիկ Մինասյանի հետ, նա ծանոթացրեց մեզ նրա աշխատանքների հետ եւ ուղղություն տվեց, խորհուրդներ տվեց կտավ նկարելու համար։ Սա մի քիչ փոքրացնի երևի, հա։ Չի, կանոնավոր, ամենաշատը։ Իսկ չավելացած է ձևը մի պատիվ է։ Հետաքրքիր էր ուսումնասիրել նարեկացու դրապես, որովհետև հաստատից նախագիծը չլիներ, կարողանում չհետաքրքրվի նարեկացով ու չիմանայի, որ առաջինը վերածնունդը եղել է Հայաստանում 10-րդ դարում ու նարեկացիները։ Դժվար էր կտավը մտածելը, միտքը դժվար էր գալիս, բայց վերջում գտա։ Ինչ է մտածել։ Կտավի միտքը։ Վերածնունդը կտավի սկզբնական միտքը նրանից եկավ, որ քանի որ վերածնունդը դա ծաղկում չէ, մենք երկար քննարկումներից, տառապանքներից հետո հասկացանք, որ հիմքը դա պետք է լինի, ծաղկունքը, ու շատ աղբյուրներ ենք ուսումնասիրել, փորձել ենք գտնել վերածննդի խորհրդանիշները ու միավորել մի կտավի մեջ, որը գրանեն շատ գեղեցիկ պատկերից։